Դե ինչ, ուրեմն շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին 2026 թվականի պարլամենտական ընտրություններին հաղթանակ տանելու առթիվ։ Դուք էլի գնացիք փաստորեն Սերժին ընտրեցիք, հա, պես ու հետ։ Ամբողջ ազգը աչ ու ձախ, փոքրից մեծ, գիշեր ցերեկ բոլորը խոսում են, որ Սերժը ծնեց Նիկոլին, փեսեն աճացրեց, իրար հետ բերեցին, սարքեցին, նշանակեցին, դարձրեցին, հեղափոխություն կոչվածը ձեր գլխին փաթաթեցին, որպիսի հետո հանձնեն եղած չեղածը, թաղեն երեխեքին, վարի տան Արցախը, մասնատեն, հանձնեն Հայաստանը, թրքացնեն, ռեգիոնը վերաձևեն, ու դուք գիտակցաբար գնացիք ընտրեցիք Նիկոլի դեմքով նորից դրանց։ Վայելեք, այս մեկ, երկրորդ, որ այսքան տասով շիկ ազգ կլնի, այսքան տասով շիկ ազգ կլնի, որ դուք եք։ Այս բոլորին չեմ ասում, ու սրտիցս անունը չռում է, որովհետև մեծ թվով կարգին պարկեշտ, գրագետ, հոգի ունեցող, նորմալ սպիտակ մարդ կա, այդ մարդիկ խեղճ ու կրակի պես նստած, հասկանալով ամեն ինչ, տառապում, տանջվում են, քայքայվում են մեջից, մեռնում են, կամաց մեռնում են, նայելով այս տասով շիկ ժեխը, ոնց է ծախում իրանց ընտանիքներին, հենց ժեխը ինքը իրան, էլի, իրանց ընտանիքներին, իրանց երեխեքին, իրանց երկիր որն է, սրանք չեն կարա հասկանան երկիրն ինչ բան է։ Յախք, այս ինչ տասով շիկ ազգ դուս եկաք դուք։ Ինչ ցավ եմ ես ապրում են մարդկանց համար, ովքեր երկրի ներսում մնացած են, ընտրությունների չեն մասնակցում, որտեվ դե մասնակցեին ու ընտրեին։ Ես իդեպ ընդդիմությանը այս բար թթու խոսք չեմ ասել, ոնց կարացե օգնել են։ Եվ հենց մենք էինք, որ զոհաբերելով եղած չեղածը, ծախսած փողերը, այն մնացած փոքրներից սաղի իրար հետ վերցրած բոլորից ավել մարդկային ռեսուրսը, կազմակերպչական աշխատանքը, լսարանս, ու այդ ամեն ինչը զոհաբերեցինք, որպեսզի մի նշույլ ձեն չփոշիացնենք, որ նույնիսկ չխանգարենք, որ հələ մի հատ էլ տրամադրենք մյուսներին, օգնենք, մենակ թե սատանի վիժվածքին հաղթենք։ Բայց հիմա արդեն ամեն ինչ անցել է, այս ընդդիմության մասին պետք է խոսվի, ասվի, այն ամենը ինչ որ խնայող ժողովրդին խնայելով չի ասվի։ Հələ մի կողմ դրան հասնելու ենք։ Հələ դուք այս կարգի աշկներիդ առաջ քանդում են այն ամենը ինչի կենաց եք խմել, ասենք մեծածնվել եք, սկսել եք դաստիարակվել, եթե դաստիարակվել եք, լսել եք ձեր ծնողներից, պապերից, տատերից, դպրոցում, չգիտեմ, ով որ կրթություն ունի ինստիտուտում, ուսումնարանում, ես շատ գիտեմ համալսարանում, փողոցում, այն որ հպարտացել եք, ասենք եկեղեցի եք տեսնում, խաչականգվում եք փողոցով անցնելուց կամ մեքենայով անցնելուց, Արարատ, Մասիսար, ես շատ գիտեմ արժեքներ, բան տղամարդկություն, տասիբ, ազգ, ազգային, բան, դե մենք լավն ենք, մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում։ Էս ինչ օրնենք ընգե, էս ինչ օրնեք քցե դուք նաև մեզ նորմալ մարդկանց, հայրենատեր, հայրենիք սիրող, թուրք ու թշնամի չընդունող, այս վիժված բոզի տղեկի դեմ պայքարող, ամեն ինչ գրավ դրած, անձնական անվտանգություն ունեցված, ընտանիք, վտանգ, չգիտեմ, պրոբլեմներ, վտարանդիություն, հայրենազրկություն ու ձեր նման բոզի տղեկի պատճառով ցես նստած մտածում են կարա բա արժեր էս ամենը մի կյանք ենք ապրում։ Շարժել է արժեր ու պայքար միջև վերջ հələ։ Բայց այս կարգի բասը ոչ չասվի, բասը պետք է ասվի, սա պետք է ճապացվի մռութներիդ, այ տասով շիկներ, այ ժեղ, կերակ, ստացակ, նենց փող բաժանող էիք, թե փող բաժանողներ էիք, թե սկսեցիք վազել, փախնել, մի խուրձ թշվառական անասուններ սկսեցին փախնել, մեր մոտից էլ փախան, բան գնացին, մարդը որս էին անում, բայց հիմա ինչ եք անելու, պաշտոններ ստացաք, փողեր ստացաք, ինչ եք անելու հիմա, այ անասուններ։ Ես օրինակ գիտեմ իմ անելիքը, մեր թիմը գիտի մեր անելիքը, բայց դուք ինչ եք անելու արդեն։ Ինչ եք անելու այդքան ձեն փոշիացրած ու Նիկոլին տված իբր ընդդիմադիրն է։ Թվարկեմ հիմա անուն առանուն, ազգանուն առ ազգանուն, որ ձեր թուրքին տված տոկոսները ժողովուրդը մի հատ էլ ֆիքսի։
թե դուք ինքներդ սիկտիր կլնեք քաղաքական դաշտից, ձեր ֆեյքերով հանդերձ ու էլ չեք պղտորի։ Սպանի կարա սփյուռքից փող քամելով, հայրենասեր մարդկանց խաբելով, այն միամիտ ժողովրդի մնացորդներին խեղաթյուրելով, շեղելով, քաղաքական դաշտը զբաղացնելով, սերժամիշիկան, նիկոլական մեդիա դաշտի կլիենտություն անելով։ Էս էր ձեր ուզածը։ Բերանացի ձեզ ասեցինք, դուրս եկեք, մի փոշիացրեք, փջանալու եք, փչացաք բոլորով խրծով։ Ինչ եք հիմա ոռնում, ընտրությունները կեղծված էր, էս էր, այն էր, հա, ընդդիմություն, ընտրությունները կեղծված էր, առաջ օրվանից ասում եմ, 21-րդ դարն է, հենց թունդ ընթացքի մեջ 1965 թիվը չի։ Բերանացի ասեցի, պետքա ստեղծել հավելված, ընտրողների ցուցակը ներբեռնել մեջը, արհեստական բանականությամբ հսկել։ Միտեղ մի հոգու, մի անուն ավել գրանցեցին, տեղում ծալնկ ինֆորմացիան ստանում էիք, ցուցակից հանել էիք տալու, ուզած չուզած պիտի անեի։ Ինչի՞ չարեց։ Որտեվ չէիք ուզում։ Ընտրությունների կազմակերպման եւ վերահսկողության կազմակերպման process-ը սկսում է ցուցակների հանդեպ վերահսկողությունից։ Ով որ չգիտի, եկեք դասընթացների անվճար բացատրեմ։ Այ սուտի քաղաքական գործիչներ եւ ընտրությունների մասնակցող։ Ինչքան մասնակից կա ընկած որսում էր խոշորներից բռնած փոքր մանր մուներներով են չեղած անհայտ կորածներով վերջացած մեր մարկանց, մեր թիմակիցներին, մեր կառույցները, մեր նվիրյալներին, որ կարողանաք տեղամասեր փագեք, վստահված անձնշանակ ձեն բերեք, քարոզչություն անեք։ Բա դուք չունենալով մի 10 հոգի քարոզիչ, չունենալով մի քանի 100, էլ չեմ ասում 2000 վստահված անձ, գնում եք ընտրությունների, որ ինչ անեք, այ խեղտված ձեր ամբիցիաների մեջ, այ նախկին պաշտոնյաներ, օ Նիկոլի օրոք, օ Սերժի օրոք եղած պաշտոնյաներ, կամ էլ սենց իրար պասերով, դրանց պասերով ռակիրովկա եղած պաշտոնա, որն էր, որ այսօր դարել եք ընդդիմություն։ Ուր եք գնացել ընտրություն, խիք փոշիացնում ձեները, ինչի տվիք Նիկոլին, այ թրքա Նիկոլա սպասարկողներ, այ Ռուսաստան, Եվրոպա հակամ դրություն ստեղծող ու սեփական 2-3 կոպեկը աշխատող փառասերներ։ Փառասերը քֆուր չի, իդեպ գրագիտության մրցավազքի մեջ տոգորված ընտրություններին մասնակցողներ, խայտառակություն, ուրեմն մի հատ քրչոտ, թշվառ, ոսկեղենիկ հայերենը այով ավարտվող ու փողոցային առօրյա խոսակցական ոճը պետական վարչարարական լեզու դարձրած քրչոտ Նիկոլը գերագիտության դասա տալի մյուս մասնակիցներին, այդ թվում ու առաջին հերթին խոշոր ընդդիմադիրներին, այս ինչ օրն ենք ասել։ Բա մի հատ գերագետ մարդ չլիներ, հաներ սրանց շարերեն բանավեճը, նայեցի մի կեսը, նույնիսկ կեսից ավելին, առանձին ամեն ներվս ներվայնացավ, թարգեցի, ասում եմ, բամարդ ընդեղ չլներ մի հատ սրանց փռեր արևին, չորացներ, նորից հաներ թրջեր, նորից փռեր արևին։ Յա տագետ Նիկոլը բառ ասում է դե տառ արտասանեք։ Սրանք էլ չեն կարում արտասանեն, բանը դրանում է, սրանք էլ չեն կարում արտասանեն։ Ստե մարդ չկա, ուղղակի եկում եմ նայում, որ որովհետև չնայեմ ծիծաղս մի քիչ բան անեմ, զսպեմ։ Էս է, այս պայմաններում, այս կարգի ցեղային միության եք հասել, ցեղային միության նախնադարյան համայնական հասարակարգի մակարդակի եք հասել, Banana Republic, վա, սենց պատիլներ արդյունքը։ Ընդդիմություն, մեր ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, միակը, որը վայր դնելով բոլոր դրոշներն ու ամբիցիաները, կորցնելով ամբողջ պոտենցիալը, մոբիլիզացված զանգվածի հույսը, ծախսված ռեսուրսները, ահռելի թիմը, կազմակերպչական ոչ մեկը դրան չի հասնի, հնարավորություններն ու պոտենցիալը, միակն էր, որ ապացուցեց հերթական անգամ, 100-րդ անգամ իր ամուր, համոզիչ, հաստատուն, ազգանպաստ, ժողովրդանվիրյալ, չծախվող դիրքորոշումն ու կեցվածքը։ Ուստի մենք միակն ենք, որ հիմա պահանջելու հնարավորություն ունենք։ Սիկտիրներդ քաշեք, մաքրվեք այս դաշտից, մի ընկեք ժողովրդի ոտի տակ,
մի ընկեք մեր ու մյուսների ոտի տակ, կամ օգնեք, կամ մի խանգարեք։ Այլևս փրկության ճանապարհը միայն ու միայն լայն ժողովրդական ալիքն է։ Ոչ մի ուրիշ ձև չի լինելու։ Կամ Հայաստանը, այսինքն Հայաստանում ապրող մարդիկ, դեբիլից սկսած Նիկոլա Պաշտ, թրքահպատակ անասնացած բիոզանգվածից սկսած չեզոք ու նեյտրալի պրթե, հələ մի հանցագործե դրանք մարդկանցով ներառյալ ու նորմալ պարկեշտ իսկական ազնիվ մեր ափսոս հայրենասեր հասարակությունով վերջացրած վարի են գնալու տնտեսական ճգնաժամում, ֆինանսական ճգնաժամում, անվտանգային աղետի պայմաններում, պատերազմի սպառնալիքի եւ ռեգիոնալ արունահեղության պատճառով մեջ, այսինքն մի հատ մեջ մի խուրց անասունների պատճառով, որոնք այսօր փորը լցեն, ջեբները լցեն, մի երկու տասովկա անեն, մի քանի էլ վախկոտ, որ հանգարց իշխանությունը չքսի թացտեղներին դրանց պատճառով, այսինքն հագ աշկերով երկիրավոր տալիս են, երկիրավոր վարի են տալիս։ Այ քեզ բա, միայն ու միայն ժողովրդական ալիք, միայն ու միայն ոտի կանգնող գիտակից զանգված, ասել եմ նորից կրկնում եմ, ընդամենը 2-3 մաքսիմում 4% մեր բնակչության 70-80,000 մարդ, 100,000 մարդ բավարարա, որպեսզի Հայաստանում ստեղծի սահմանադրական կարգոկանոն, այսինքն այս պետական դավաճանների գործողությունների արգելափակում, սահմանափակում ու փորձի հակադրվի անդունդը գլորվող մի ամբողջ պետության, մի ամբողջ համակարգի, պետականության, մի ամբողջ ազգի ու ժողովրդի պրոցեսի դեմը առնի, արգելակի, փորձի ռեանիմացիայի ենթարկի պետական ազգային հայոց օրգանիզմը ու աստիճանաբար փորձի նաև մեջ կնուղի, ոտի կանգնացնի, միգուցե նաև մի օր բերի ապահով եւ բարեկեցիկ վիճակի։ Ուրիշ ձև չկա։ Ոչ մի ընտրություն Հայաստանում չի աշխատել ու չի աշխատելու։ Այս նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որին մեկ առ մեկ նշանակել է Սերժ Սարգսյանը, այն բանի նախագահի ժամկետն էլ ավարտվել էր, նույն մարդը, որը Նիկոլ ընտրեց, մինչև այդ Սերժեր ընտրեց, հետո Նիկոլ ընտրեց, բան եւ այլն, հետո ժամկետը լրացավ, այս Նիկոլի վեշերից մեկին բերին դրին այդտեղ առավել վեշագույն մի հատ կերպար նախագահ, մնացած նույն կազմը մնացել է, հիմա դուք այդ ՀՀ-ով գնացել եք ընտրությունների, ընդդիմություն, դուք գնացել եք ընտրությունների, ընդդիմություն, որը ունի հանձնաժողովի անդամներ տեղերում, ձեր հանձնաժողովների անդամներին տիրություն անում եք, ընդդիմություն, դուք ունեք 2005 տեղամաս, հետևաբար անգամ տեսա նկարահանած, ֆիքսած, գոնե ամենքդ ձեր հաշվարկի, քվեաթերթիկների հաշվարկի պրոցեսն ու տրցակը ու հետո ամփոփ արձանագրության մեջ գրված տիվը։ Դուք հիմա երրորդյա ժամկետում 2005 անգամ համադրում եք ՏՀ-ի թվերին, թե դուք հիմա բանակցում եք, որը ինչքան պիտի անցնի, ում այնտեղ ֆուկ անեք, ում ինչ անեք, ում ոնց անեք։ Այն մեկը, որ այս ամբողջ ընթացքում ձեն չի անում, մեր պարտք փողերը, հեսա պետք է սկսի փակվել, որի արդի քրեական գործ է հարուցված, մեր պարտքը նկատի ունեմ պաշտոնական, կուսակցական փողերը։ Ուրեմն 0.4% չընտրվելս ո՞րն է։ Դուք չեք անում մարդկանց փողոց, ամբողջ ժողովուրդը ոտի կանգնած սպասում է դրան։ Վայ Նիկոլ, վայ, ինչ ասեմ, գրական հայերենով ասած մալադեց թուրքերին էլի, մալադեց էլի, ծնեցին, աճացրին, մեծացրին, բերին, Սերժին փեսուն առան, Նիկոլին մցրին ու տենց մցրած տանում են միջև վերջ իրանց նպատակներին։ Լսեցիք այսօր ինչ ասեց այն թուրքը, հայերի կեսին ասում են, մենք մեր երկաթի բռունցքով վերադաստիարակեցինք, հիմա մնում այն մնացած կեսին վերա։ Յա ու այս ֆոնին այն բոզի տղատասովշիկները, որոնք
Բա ես ինչ ցավ էի ապրում այս ամբողջ ընթացքում, որ նայում էի ոնց են սրանք մի երկու կոպեկ փախցնելու համար վազումը ստեղից ընդ էսդեից, ուրեմն մարդ կար, մարդիկ եղան, 4 անգամ եկան մեր մոտ, գնացին ուրիշ տեղ, հետ գնացին որտեղից որ եկել են, հետո նորից եկան, հետո գնացին այն մյուսերը։ Դուք արժանի չեք պետություն ու երկիր ունենալու։ Դուք արժանի չեք հայրենիք ունենալու։ Դուք արժանի չեք ազգությամբ հայ կոչվելու։ Դուք արժանի չեք այս զինանշանն ու այս դրոշը ոչ կրելու, ոչ էլ դրա ստվերի տակ կանգնելու։ Բայց ավախ ու ափսոս, որ չափազանց շատ փառահեղ մարդիկ, հզոր մարդիկ, հայրենասեր մարդիկ, ազնիվ մարդիկ, իրենց ազնվությամբ, հայրենասիրությամբ հզոր մարդիկ ողբում են, տանջվում են, տավայտվում են, տառապում են ու կոտորվում են ձեր նմանների պատճառով։ Ժողովրդին նվիրումը, հայրենիքի հանդեպ սերը, բոլոր հնարավոր զոհաբերությունները այս ընթացքում հանուն այդ սկզբունքների պահպանման, հակաիշխանական ամենաբազմակողմանի պայքարը իրականացնելու, ճիշտ քաղաքական, գաղափարախոսական, ծրագրային դիրքորոշում պահպանելու, արդի ունակություններ դրսևորելու եւ այլ անհրաժեշտ հանգամանքները ապացուցելու բարձունքից ես հիմա ասում եմ, իսկապես հայրենասեր իրավիճակը գիտակցող, ծայրաստիճան, էգզիստենցիալ, կենսական սպառնալիքը թե գիտակցությամբ, թե հաշվարկով, թե գոնե բնազդով ընկալող մարդիկ ձեր ձեռքում է իրականում աղետի դեմն առնելու հնարավորություն։ Ցանկացած քաղաքական իրավիճակ անպայման բերելու է դաշտ ֆեյքերին, խաբեբաների, անհայրենիքներին, փողոտներին, տասովշիկներին, տասովշիկները կարող են լինել բիսեդկից բիսեդկա վազվզողից սկսած միջև շարասյունով եւ սեփական օթանավով տեղափոխվողներով վերջացել։ Բա ինչ պետք է անեն, բա պետք է դաշտը դատարկ թողեն, որ մեր նմանները գան մտնեն ու սկսեն մաքրել, ոչ։ Ժողովուրդ ձեր ձեռքում է իրավիճակը։ Այո, հիմա ապաթիա, այո, դեպրեսիա, այո, մանրաժ, բայց ինքնին այդ իրավիճակը ստեղծում է պայթունավտանգ մթնոլորտ, որի համար անհրաժեշտ է ընդամենը կայծ։ Կլինի կայծ, կլինի կայծ, դուք պիտի ոտի կանգնեք, առանց առաջնորդ կամ առանց վառ արտահայտված լիդերի, 1000 անգամ ասել եմ, չպիտի լինի մեկ մարդ, որին կարող են կալանավորել, ձերբակալել, վախեցնել, սպառնալ, ենթարկել կոմպրոմատների, այլ ձևերով տորպեդահարել ու չեզոքացնել։ Պիտի լինեն շատ լիդերներ, շատ մասնակիցներ, շատ թիմակիցներ, չպիտի լինի ամբիոն, ժամանակակից կոմունիկացիոն հնարավորությունները ստեղծում են լիարժեք պայմաններ, որպեսզի առանց դրա տեղի ունենա ամեն ինչ։ Ժողովրդական ալիքը միշտ հաղթել է ամեն ինչի։ Միշտ։ Ու հիմա նորից կարող է հաղթել։ Մտածեք ու գիտակցեք, որ մի քանի տոկոսը մարդկանց, իսկ ընտրությունները ցույց տվեցին, որ այդ տոկոսները 10 անգամ ավել են։ Մի քանի տոկոս ընդամենը, ովքեր չեն ուզում թրքանան, ովքեր չեն ուզում ընկնեն տնտեսական աղետի մեջ, ովքեր չեն ուզում կոտորվեն, ովքեր չեն ուզում ռեգիոնալ արյունահեղություն Հայաստանի տարածքում, ովքեր չեն ուզում կիսել մեջտեղից Հայաստանը, ովքեր չեն ուզում, որ հայրենիքում մնա 700,000 մարդ, իրանք կարող են ժամերի ընթացքում մոբիլիզացվել, ամեն ինչ դրա համար պատրաստ է։ Ինքը իրավիճակը ստեղծել է բոլոր պայմանները։ Այդ թվում է հետընտրական հիասթափությունը ու առաջին հերթ։ Ու օրերի ընթացքում ամեն ինչ ավարտել։ Օրերի։ Առանց 40-օրյա քարոզարշավի, առանց ահռելի փողերի, առանց ֆեյքերի, առանց մեդիայի։ 10-15 օր
եւ ամբողջ համակարգը Հայաստանում կփոխվի։ Սա է լուծումը, սրանա պետք է ձգտել։ Սրանից վախենալով են իմ նմաններին չեզոքացնում, բլոկում, հանում տեղեկատվական դաշտից, հարուցում քրեական գործեր բյուրեղյա մակրության կենսագրության պարագայում ու փորձում ջարդել, որ հանկարծ այդ կայծը չբռնկվի, բայց կայծը բռնկվելու է։ Դուք ուղղակի պատրաստ եղեք։ Ցավոք, ընտրական ավանտյուրան հերթական անգամ շեղեց բոլորին այսօրական։ Իսկ մեր ուժերը չեն պատում։ Պետական մեքենայի, միլիարդների, դրսի անսահմանափակ տեխնոլոգիապես հագեցած ռեսուրսների ու ռեսուրսակիրների բոլորի դրանց բոլորի միասին իրար հետ դրանց բոլորի դեմ պայքարելու եւ իրավիճակ փոխելու։ Բայց կա Աստված, կա ճակատագիր եւ կա հանգամանքների դասավորություն։ Գողինն ու բանինը 40 օր է, հիմա մի քիչ ավելի կարճ նույնիսկ, հաշվի առնելով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների առկայություն։ Ընտրություններն ավարտվեցին, եւս 1-2-3 օր ու դուք բոլորդ շատ հստակ արդեն կարձանագրեք, ով էր, ով ինչ էր ու ինչա պետք հիմա անել։